Փառք Տիրոջ սիրելի քույր երեխաներ։ Տերը օրհնի բոլորիդ։ Այսօր կուզեմ կիսվեմ մի խոսքով, մի թեմայի մասին, որը որ ինձանից սկսած բոլորիս է վերաբերվում։ Այսօր մեր թեման կոչվում է Աստված զարմացավ։ Գիտեք, զարմանքը լինում է երկու պատճառով։ Մեկը որ չէիր սպասում ու զարմանում ես, մեկը որ հիանում ես դրանից ես զարմանում։ Ասենք փոքրիկ երեխեն իր տարիքն ու գյորա մեկ էլ այնց բան անում, որ դու համ հասկանում ես, որ դա հնարավոր է, որ երեխուց կարելի է, բայց որ ինքը մի քիչ շուտ անում իր տարիքից, զարմանում ես, որ ինչ լավ բան ես տեսնում, հիացմունքի։ Այսօր ես պիտի խոսեմ այն մասին, ինչպես Աստված հիացմունքից զարմացավ, Հիսուսի մասին։ Ու կուզեմ այդ տեքստը, որ պիտի կարդամ, մենք քննենք, վերլուծենք ու ինձանից սկսած ձգտենք, որպեսզի նման հավատք ունենանք, որովհետև հավատքը միշտ ծնվում է Աստծո խոսքից, հավատքը կերակրվում է Աստծո խոսքից, հավատքը աճում է Աստծո խոսքը կատարելուց, մենակ լսելուց չի։ Աբրահամի հավատքը գործերով հասավ կատարելության, Աստծո խոսքը կատարելուց հավատքը աճում է։ Եվ այսօր մենք տեսնում ենք մի հավատք Ղուկաս ավետարանի 7-րդ գլխի 2-ից 9-րդ խոսքի մեջ պիտի կարդամ, մենք այնտեղ տեսնում ենք, որ հավատքը Աստծո սիրած, Աստծո ուզած հավատքը իրան հիացնում է։ Եվ մի հարուրապետի ծառա հիվանդացած մեռնելու մոտ էր, որ պատմական էր նրա համար։ Եվ նա Հիսուսի մասին լսելով հրեաներից ծերեր նրա մոտ ուղարկեց։ Նրան աղաչելով, որ գա իր ծառային ապրեսնի, նրանք էլ Հիսուսի մոտ եկան, նրան թախանձանքով աղաչում էին եւ ասում, թե արժան է նա, որ այս անես նրա համար, որովհետև մեր ազգին սիրում է եւ ժողովորանն էլ նա շինեց մեզ համար։ Եվ Հիսուսը նրանց հետ գնաց, երբ որ նա տանից տակավին շատ հեռու չէր, հարուրապետը բարեկամներ ուղարկեց նրա մոտ եւ ասեց նրան. Տեր, մի հոգնիր, որովհետև արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես։ Նրա համար ես իմանցն էլ արժանավոր չհամարեցի քեզ մոտ գալու։ Այլ խոսքով ասիր եւ ծառաս կբժշկվի, որովհետև ես էլ իշխանության տակ դրված մարդ եմ, որ իմ ձեռի տակ զինվորներ ունեմ եւ սրան ասում եմ գնա եւ նա գնում է, եւ ուրիշին եկ եւ գալիս է, եւ իմ ծառային այս բանն արա եւ անում է։ Եվ Հիսուսը այս լսելով զարմացավ նրա վրա եւ դարձավ իր ետևից գնացող ժողովրդին ասեց. ասում եմ ձեզ, թե Իսրայելի մեջ այսպիսի հավատք չգտա, եթե այն ուղարկված մարդիկը ետ տարանտուն եւ հիվանդ ծառային բժշկված գտան։ 2-ից 10-րդ խոսքերը։ Չեմ ուզում շատ ժամանակ ծախսեմ, ուզում եմ սենց ավելի շատ շեշտումներ անելով մենք վերլուծենք ինչից էր բաղկացած այս հարուրապետի հավատքը, որ նախ Հիսուսը ասում է նույնիսկ Իսրայելի մեջ հրյա չէր, չէ՞ այդ հարուրապետը, հռոմեացի էր, նույնիսկ Իսրայելի մեջ այսպիսի հավատք չգտա։ Եկեք տեսնենք այդ ինչ հավատք էր, որ Հիսուսին զարմացրեց։ Ու ինձանից սկսած մենք անընդհատ ձգտենք այդ հավատքի որակները ունենանք մեր կյանքի մեջ։ Գիտեք, քույրերը լավ գիտեն, որ թխվածք են թխում, մեղրով տորթա, ծիչիա, կամ էսա կամ այնա, նրանք գիտեն բաղադրությունը, հերթականությունը, ինչ են խառնում, ինչի հետ, ոնց են թխում, ինչքան են պահում, եւ այդ ամեն ինչը անելով չեմ կարծում, իմ կինը շատ է թխում, չեմ տեսել, որ այդ սաղ բաղադրություններ, ինչ կա իգրիենտներ էլի այդ թխվածքի, սաղ մի հատ կասրուկի մեջ լսնի, խառնի ու դնի դխովկեն։
Չգիտեմ ինչ կստացվի, բայց պտիչի չի ստացվի, մեղրով չի ստացվի, կա բաղադրություն եւ հերթականություն, ինչքան պիտի այս ինչ լիստը, ինչքան պետք է այս դուխովկը մնա, ստուգը բան անեմ, որ ոչ շատ լի, ոչ քիչ լի եւ վերջապես։ Այսօր կուզեմ մենք մի քիչ նման ձևով վեր լուծենք այս հարուրապետի հավատքի որակները, բաղադրությունը, որ ասենք Տեր ջան, ես էլ եմ ուզում այս ձևի հավատք ունենամ, որ դու հիանաս ու զարմանաս ու ասես, այ այս ձևի հավատք չգտա, այս է իմ ուզած հավատքն է։ Ամեն, ուզում եք այդպես։ Եկեք առաջի հերթին։ Մենք տեսնում ենք շատ կներեք, բայց ես քանի որ ռուսերենն է իմ դեմը դրած թեման, ես ռուսերենով միշտ կարողեմ որոշ մեջբերումներ Աստծո խոսքից ռուսերենով պիտի կարդամ, բայց հայերենով կբացատրեմ։ Առաջի հերթին մենք տեսնում ենք, որ նա հարուրապետը, ինչպես որտեղից առաջացավ իր հավատքը, նա Հիսուսի մասին լսեց։ Գրված է։ Այսինքն հեծենեն չէր, առավոտը վեր կացավսեց մի քիչ հայերեն ասած ճալմ կոտած ու ասավ, չէ, շոտկի ես հավատում եմ Հիսուսին, չէ, Հիսուսի մասին լսեց։ Ում մասին ես դու լսում։ Գիտեք այսօր մի 50 տարի առաջ տես բան չկար, 30 տարի առաջ տես բան չկար, բայց այսօր ինտերնետը մեր ականջների մեջ խցկվում է, ուրիշ բառ չեմ կարող ասել։ Ու մենք պետք է հասկանանք ինչ ենք մենք լսում։ Օրինակ ես որ YouTube-ը, որը որ բացում եմ, նայում եմ, թե ինչ որ մասնագիտական տեսակետից, արհեստի տեսակետից կամ բաներից շատ, բայց հոգևոր հարցերով ես հատուկ գիտակցաբար շրջանցում եմ այն ինտրիգաների, բամբասանքների անվանումները։ Այս ինչ եպիսկոպոսը սհենց արավ, գրած է։ Ուզում է որ դու մտնես, լսես ու ոնց որ քո ականջիդ մեջ թույն կաթացնես։ Հետո էլ ասես, գիտեք այն որ իրիկունը մի հատ ձուգ են ու տնվրից էլ կաթ խմում ու ասում մի բան այն չի, գիտես ստամոքսիս մեջ։ Ասենք մենք պետք է վրից էլ մի հատ թթու վարունգ են ուտում, վաբշե բոմբա դառնեմ ու հետո ասում են մի քիչ խառնեցի ոնց որ։ Ինչ ենք մենք լսում, եթե Հիսուսի մասին ես լսում, քո հավատքը առողջ է, քո հավատքը մաքուր է, ում մասին ես դու լսում։ Խնդրում եմ, երբեք մարդկանց մասին մի լսի։ Դա հետաքրքիր է, բայց դա բանբակ, որ քրիստոնեական նովոստի խրիստիանսկի։ Բացում ես, բամբասում են, կոնկրետ բամբասում են։ Այս ինչ հովիվը, սենց արավ, այն ինչ եպիսկոպոս։ Դու էլ չգիտես ախր, ոչ հովիվին գիտես, ոչ եպիսկոպոսին։ Դա չգիտես, բանզարկությունն է, թե ինչ է, այդ ինչ են բանում։ Ես մի բան գիտեմ։ Եթե մենք մեր ականջը ինչքան տանք հենց Հիսուսի մասին լսենք, այդ ճիշտ է թարգմանում։ Եթե մենք Հիսուսի մասին լսենք, սիրելի եղբայրներ, մեր մեջ հավատքը շատ մաքուր կլինի։ Հռոմեացիս 10:17-ի մեջ գրված է հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից։ Որտեղից է առաջանում, գիտեք, այսօր ցավոք սրտի եկեղեցի մարդիկ կան, որոնք ամեն բանից տեղյակ են։ Որ եպիսկոպոսը որտեղ վերքի մեջ ընկավ, որ հովիվը ինչ եղավ, որ եկեղեցին ինչ արավ, սենց սաղ գիտեն։ Ուզում եմ մի պահ կանգ առնենք ու մենք մտածենք, վերջի անգամ երբ ենք մենք առանձնացել Հիսուսի հետ։ Լավ մի հատ նայեք, Հիսուսը գրված է ժողովրդին խոսում էր առակներով, բառացի ասում եմ գրված է, բայց աշակերտների հետ առանձին, այդ բառը գրած է առանձին նրանց բացատրում էր։ Ժողովրդի մեջ եւ ասում է աշակերտները քարոզից Հիսուսի քարոզից հետո իրիկունը նրա հետ առանձնացան, գրված է, առանձնացան ու հարցրեցին։ Աշակերտը սիրում է Հիսուսի հետ առանձնանա։ Աշակերտը սիրում է Հիսուսի մասին լսի։ Այսենց ինտրիգաների այդ վերնագիրները YouTube-ի շրջանցի, մի միացնի, մի թունավորի, դա քեզ շինություն չի տալու, որ դու հանկարծ իմացար Փիլիպոսը որ ընկավ, ոնց ընկավ, դա քեզ չի շինելու։
Դա տեսեք ինչ ասում Հիսուսը եկեղեցու հայտնության են եկեղեցու մեջ ասում դու անուն ունես որ դու կենթանի ես բայց մեռած ես ու տեսեք ինչ ասում բայց քո մեջ կան մեկ քանիսները լավ պատկերացնում եք այդ մեռած կեղտոտ վիճակի եկեղեցու մեջ կան մեկ քանիսները որոնք իրենց շորերը ինչ են արել չեն կեղտոտել, մաքուր են պահել, սպիտակ են պահել, այսինքն դուրս է գալիս, որ նույնիսկ այդ մեռած եկեղեցու մեջ շատերն ասում են, չէ, այս եկեղեցին պիտանի չի, դու շորերդ մաքուր պահի, հուսով եմ հասկանում եք հոգևոր իմաստը դրա, երբեք Աստված եկեղեցուն չի հանդիմանում, չի ասում, քու մեջ պարգևներ չկա, քու մեջ հրաշքներ չկա, այս ինչ բան է, քու վիճակն ինչ է, խի չկա, հրաշքներ պարգև, չէ, Աստված մենակ մի բանի համար է հանդիմանում, սրբություն, որտեղ առանց սրբության մենք Տիրոջը երեսը չենք տեսնելու։ Եթե դու շնորհ ունես, շնորհը միշտ սրբության է տալիս, տանը միշտ Հիսուսին նմանեցնելու է տանում։ Բոլոր պարգևները միշտ Հիսուսի կատարյալ հասակին հասցնելու համար է։ Հիսուսի մասին լսեց։ Ուզում ես մաքուր հավատք ունենալ, հավատք, որի համար Հիսուսը զարմանում է։ Միշտ գայթակղությունը մեծ է, որ գնամ, լսեմ, ականջ դնեմ, հարցնեմ, ամեն բան արա, որպեսզի դու Հիսուսի մասին շատ լսես։ Ուզես չուզես մեկը գալտեն քեզ ասելու են, այս ինչը սենց, այն ինչը, դու պետք է իմանաս, մեկը ասում են, բայց թող դա շատ քիչ մաս կազմի։ Պողոս Արաքյանն էլ ասում, այս ինչը սենց հա սովորեցնում, այն ինչը նենց, ասում է պղնձագործ Ալեքսանդրից հեռու մնա, կային այն ժամանակ էլ էր նույն բան, եւ Պողոսին ասում են, գիտեր, բայց ինքը մաքուր, խաչյալ Հիսուս Քրիստոս էր քարոզում։ Հասկացանք չէ հավատքը որտեղից է։ Ոչ թե շատերը հենց գիտեն, որ Աստվածաշունչ գիտեն, հավատ գիտեն։ Հիսուսի մասին խոսքն է ճիշտ հավատք առաջացնում։ Ոչ թե որ հունական թարգմանության մեջ, հիմի գիտեք ինչ, հենց գիտեն, որ հունային թարգմանությունից բան են ասում, ուրեմն վարդապետ են, չէ։ Իհարկե, ես էլ եմ հունայինի, ասենք, բառեր կա, ուզում եմ լատինամ մտքի մեջ, որտեղ հին հայերեն բառա կամ հին ստարասլավյանցկի բառա, ես էլ եմ ուզում հասկանամ, բայց ամենակարևորը, որ դու Հիսուսի մասին ձգտես, նրան ճանաչես։ Հիսուս ասավ, քննեք գրքերը, նրանք իմ մասին են ասում։ Հավատք, որը Հիսուսի մասին քեզ ավելի պատկերացումը շատացնում է։ Երկրորդը, նրան ասեցին, Տիրոջը ասեցին, ինքը շատ լավ մարդ է, եւ թախանձանքով, այսինքն շատ աղաչում էին, ասում էին, նա մեր ժողովրդին սիրում է։ Գրված է, ибо он любит народ наш։ Գաղատացիս 5:6 մեջ գրված է, Գաղատացիս 5:6, ибо во Христе Иисусе не имеет силы ни обрезания, ни необрезания, но вера, действующая любовью։ Հավատքը, որ սիրով է գործում։ Քրիստոսի մեջ ամենակարևորը ոչ թե թլպատված է, անթլպատ է, դա կապ չունի։ Ինչ տեսք ունի կրոնի Քրիստոսի մեջ հավատքը, որ սիրով է գործում։ Եթե տեսնում եք հավատք, որ սիրով չի գործում, այդ հավատքի հայերեն ասում են ստի ոտը կարճ է։ Այդ հավատքի ոտը կարճ է։ Մենք եկել պայթմա հավատք, բայց դա գիտություն է։ Բայց որ տենում ես հավատքը խոսքի վրա ու ինքը սիրով է այդ բանը անում։ Մարդկանց իրան վեհանձը չի պահում։ Ուզում է սիրով հավատքը բանանի։ Ինչի Հիսուսը զարմացավ այդ հարապետի հավատքի համար, հիացավ, որովհետև նա ինչ էր անում, սիրում էր ժողովրդին։ Բախի չեն ասում, Տեր ջան, նա արժանի է, որ դու նրան բժշկես այդ իր ծառային, որովհետև նա ասուն շատ է սիրում։ Ով է ձեզանից ասուն շատ սիրում, բարձրացեք ձեռքը։ Հեշտ է, չէ։ Հենց քույր եղբայրներն են դեմդ գալի այ Հիսուս ջան։ Ստե գրած է, որ նա մեր ժողովրդին է սիրում։ Եթե դու
եկեղեցու քույր եղբայրներին չես սիրում։ Դու խաբված ես, եթե մտածում ես դու Աստծուն սիրում ես։ Սա ինձ ա վերաբերում։ Առաջի, հենց գիտեք ես ձեզ սովորեցնում եմ, ես կիսում եմ այն ինչի համար ես եմ ձգտում դրան։ Սիրելի քույր եղբայրներ, ով որ Տիրոջը սիրում է, նա սիրում է Աստծո ժողովրդին։ Չենք կարա մենք խաբենք։ Այդ հարուրապետի հավատքի կարևորագույն որակներից մեկը նա էր, որ նա ոչ թե ասում էր ես Աստծուն սիրում եմ, այլ սիրում էր հրեա ժողովրդին հեշտա սիրելը, մի քիչ հեշտա, քան հայ ժողովրդին։ Հայ ժողովուրդը վարշե ֆրուկտեն էլ դուսուս։ Ես միշտ ասում եմ, սա հենց կատակով չեմ ասում, հայ հովիվները երկնքում կաթոմացուն էլ տեն ստանա։ Որտեվ հայերը շատ հավատարիմ են, շատ բունտար են, լավ, իմ ազգնա ես գիտեմ ինչ են, բայց ուզում եմ մենք ազգային բաները մի կողմ թողնենք ու գանք հասկանանք, որ եկեղեցին դա ազգ չի, եկեղեցին դա Քրիստոսի արյան գինն է, եթե Աստված փրկել է մեզ, սիրել է, փրկել է, գիտեք, դու կարող ես ընկերոջդ ընտրես, նույնիսկ կարող ես կնոջդ ընտրես, չես կարող ոչ երեխեքիդ ընտրես, ոչ էլ եղբայր քույրերիդ ընտրես ընտանիքը, ծնվել ես, քեզ ծանոթացրել են, կամ շուտ կամ ուշ, այս քո աղբերն է, այս քո քույրիկն է, ու դու պետք է սիրես, ընդեղ ընտրություն չկա, ընկերոջդ հետ կարող է օրական 5 ժամ անցկացնես, իսկ քրոջ եղբորդ հետ 28 ժամ, 24-ից 28 ժամ պետք է անցկացնես, ու դու ընտրություն չկա, եւ դրա համար Տերն ասում է, եթե մենք ուզում ենք իմանանք, մենք փրկված ենք, ասում է, մենք կյանքի մահից կյանք փոխվեցինք, խավարից լույս փոխվեցինք, որովհետև մեր եղբորը կսիրենք։ Գրված է, չէ՞։ Դա ամենապարզ ցուցանիշն է, ինդիկատորն է։ Ուզում ես ստուգես, դու մահվան խավարի մեջ ես, թե լույսի ու կյանքի մեջ։ Մի հատ լանայի։ Եղբայրդ, որ ներս է մտնում, քույրիկդ ներս է մտնում, ասում ես, այս կողմով մտա, այս կողմով ես դուրս գամ, որ չհանդիպեմ։ Ուզում եմ սենց մի փոքր բան ասեմ, հարցը նրա մեջ չի, որ դու պարտավոր ես բոլորի հետ, կներեք հայերեն խոսքի համար, քիփլիկ հաղորդակցվես, չէ, բայց դու պետք է օրհնես, սիրես, ամեն հաղորդակցություն դու պետք է ունենաս, եթե դա քեզ շինություն է տալիս, որովհետև մենք Աստծո հետ հաղորդակցվում ենք հավատքով, իսկ մարդկանց հետ մենք հաղորդակցվում ենք, կներեք հայերեն խոսքից համար, խասյաթով։ Եթե խասյաթները չի բռնում, չեն կարող հաղորդակցվեն, այդպես չի, թե այդպես չի կհամոզվես։ Իսկ հավատքով ենք մենք հաղորդակցում։ Դու պարտավոր չես բոլոր քույր եղբայրների հետ մտերիմ հաղորդակցություն ունենաս, բայց դու պարտավոր ես բոլորի չարը չցանկանալ, բոլորի վատի դեմքում չարախնդիկ չլինել, այլ օրհնել, աջակցել, տեսնում ես եղբորդ մի կտոր հացի, ոչ թե խրոված, այլ մի կտոր հացի կարիք ունեն, տարբեր բաներն են, օրվա հացի գրված է։ Եթե տեսնում ես օրվա հացի կարիք ունի, օրհնի։ Եթե չես օրհնում, չես օգնում, ուրեմն դու հավատք չունես, դու սեր չունես։ Ասում է նա մեր ժողովրդին կսիրե։ Ուզում ես ստուգես դու Աստծուն սիրում ես թե չէ։ Իսկ ասում է իրանց արեցիր, ինձ արեցիր։ Աստծո ժողովուրդը հեշտ բան չի։ Մեկ ասում են, «Տո անհավատները ավելի խելացի, ավելի խելոք, ավելի հավասարակշռված են, քան մեր քույր եղբայրները»։ Տենց է։ Որտեւ եկեղեցին ինձանից սկսած Տերը հավաքել է ինչքան թափթփուկ, մեղավոր, անիմաստ, իմաստուն չենք։ Ես ինձանից սկսած, եթե քումազին մեծ կարծիք ունես, որ դու աշխարհում փայլել ես, լավն ես եղել, ու Աստված ասել է մի հատ հաճի մտի իմ տունս էլի մի քիչ գեղեցկացրու, դու լուրջ մոլորության մեջ ես։ Տերը կանչել է մեղավորներին, տկարներին, հիմարներին, աղքատներին թվարկեմ։ Չի կանչել, որ այդպիսին մնան։ Նա կանչել է, որ մեզ աճեցնի, որ մենք տկար գանք, ստեղ զորանանք,
որ մենք անիմաստուն, փափուկ եմ ասում էլի, հիմա չեմ ասում, գանք, ստեղ խելացյանը, չի կանչել, որ մենք մնանք նույնը, դե բայց պրոցեսի մեջ ենք, չէ, խասյատներս փոխվում է, մի հատ եղբայր կար, ես հիշում եմ նոր, որ եկեղեցի էր եկե, կոմերտա ու ծառայում է, հիմի շատ լավ եղբայր է, ինչ հարցում, ինքը բաշկիր էր ազգությամբ, ինչ ասում էի, ասում էր, պրանտը շտոնի, պրանտը շտոնի, որ ասում էի, անենց չեմ կարա իր ամոն, անենց եղիդնի տարաղ ձևով էր ասամ, անընդհատ կասկածում են, ինչ ասում էի, դա, պրանտը շտոնի, արասես, ու արդեն ասում էի, խուսափ եմ սրա հետ խոսալու մի բան ասում էի, ինչ ասում եմ կասկածում եմ, գնում էի տուն, հանդիմանվում էի, ադե ասում էի, տերը դրան բերելա, որ փոխի, ես էլ պիտանի պտուղ չեմ եղել, բերելա փոխըմա, ումը չեմ իկել փոխըմա, մի քիչ տերը զորացնում էր, ամրանում էի, էլի գալիս էի, էլի մի բան ասում էի, մի երկու տարուց հետո տե հա փոխվեց, մենք որ սիրում ենք, դա չի նշանակում, գխներից դնենք մանացենք, սիրել դա նշանակում է չարը չցանկանալ, հացի կարիք ունի, օգնենք, չի նշանակում քիփլիկ ընտանիքներով հաղորդակցվել, նշանակում է ուրախանալ իր հաջողությամբ, դե հար լացել իր հետ, այդ մեր մոտ ստացվում է, որ թշնամին հետ էլ կլացենք, մենակ հաջողության հետ է պրոբլեմը, որ թշնամին լացվում է, ասում ենք, բայց լավ եղավ է, բայց որ հաջողությունը այդ արդեն ասում է, так все плохо, еще и сосед машину купил. Ուզում եմ իմանալ, քույր եղբայրներ, նա հավատքի որակը մեր ժողովրդին սիրում էր։ Երրորդը Он построил синагогу нам, ժողովորան, եկեղեցի, ժողովի տեղ, այսինքն տեսեք ինչ այն ասեմ, թվարկում են չէ իրա որակները, նա մեր ժողովրդին սիրում է, մեր ժողովրդի համար հավաքույթի տեղը, դա եկեղեցին է, ուզում եմ հարցնեմ, եթե դու հավատք ունես ու եկեղեցու շինարարության, այս պատերի մասին չի է խոսքը, ընդհանուր եկեղեցու կարիքներին չես ուզում մասնակցես, մենակ օգտվել է սիրը, ուրեմն կամ դու նորադարձես, կամ հավատքի տկար վիճակի մեջ է, շատ փափուկ բառեր եմ ընտրում, որ ոչ մեկին չնեղացնեմ, որովհետև հավատքը նա թևերը կշտացա, որ Աստծո ժողովրդի եկեղեցուն մասնակից լինի, նա կենդանի քարերի նման է եկեղեցին, որ իրար հետ հոգևոր տուն են սարքում, մեկը չի կարա ոչինչ անի, նա մեր ժողովրդի համար եկեղեցի է սարքել, դա որակն է իր հավատքի, գիտեք, քույր եղբայրներ կան, որոնց գործը այդքան կարա չերևա, կարան գան, ասենք լամփուշկեք փոխեն, հո հավաքույթ ինչտեն դնիստրեմյանքին լամփուշկեն փոխեն, կարան գան պոլերը լվա, հո հավաքույթի ժամանակ են գեշ օֆիսների հավաքարներին ման չեն անում, մաքրում են, մենք մի կիրակի հավաքույթ են գալիս, սաղ օգտագործնենք, մյուս կիրակի գալիս ենք, էլի սաղ մաքուրա, լամփուշկեք փոխածա, ամեն ինչ աշխատում է, վենտիլատորները, բաները, ամեն ինչ աշխատում է, այս սիձենում նստում ենք, չի վերընկնեմ, բան չամ, այսինքն կան ծառայողներ, որոնք արել են ու չեն երևում, բեմի վրա ծառայություններ կա, երևում է, հովիվը երևում է, քարոզիչներ, բայց շատ ծառայություններ կան, ու Տիրոջ խոսքն ասում է, այդ չերևացող ծառայողները ավելի կարևոր են։ Մեր ամենակարևոր օրգանը մարմնի գիտեք որն է, ուղիղն է։ Ես հետ չեմ ուզենա, որ իմ սիրտը, իմ պոչկեքը, իմ ուղեղից ուժեղ աշխատեն։ Բայց ուղեղը չի երևում։ Գլխի կափարիչի մեջ է։ Ինձ համար երկրորդ կարևոր տեղը մարմնի մեջ դա աչքերն է։ Դա կան, եթե այդ բաները չի, սիրտս չի սա պետք։
թոքերս պոճկիկս, բայց նրանք սա այդ ամեն ինչի համար են աշխատում։ Ինչի համար եմ ասեմ, մեր արտաքինը երևը մա, բայց կարևորը որ մեր ներքին օրգանները, որոնք մեր արտաքինի համար պատասխանատու են։ Եկեղեցու մեջ կապ չունի քո աշխատանքը, ծառայությունը տեսնում են, նկատում են, գովում են, թե չեն գովում։ Դու հիշի, որ գիտեք, որ հանկարծ եկեղեցը մարդիկ կան, որ չեն գալի տեղները վրա սերևում։ Ոչ թե մի անգամ, այլ մի որոշ ժամանակ չեն գալի, ասում են, բա օրինակ իմ բա Զինան ուր է, բա Կոլյան ուր է։ Բայց մարդ չի կա, չի գալի, կարող է 3-4 ամիս հետո ասեն, այստեղ մեկը գալիս էր, նստում էր, այսօր է։ Որովհետև յա եկած, յա չեկած կապ չունի, այդ մարդը եկեղեցու կյանքի մեջ ոչ մի բանով ընդգրկված չի։ Նրա հավատքի որակը սա էր, նա եկեղեցի էր սարքում, այսինքն նա անընդհատ ընդգրկված էր ժողովրանի տարբեր բաների մեջ։ Ուզում ես քո հավատքը ստուգես, հոգևոր աճ ունես, Հիսուսին կզարմացնի, դու պետք է նայես։ Դու եկեղեցու մեջ մասնակցում ես, ընդգրկված ես, դու ուզում ես իմանաս ինչ անեմ։ Եթե չես ուզում, մենակ ուզում ես գազ նստես գնաս, գիտեք եղել է, մարդիկ մեկ էլ հիվանդանում են։ Մի հավաքույթ, երկու հավաքույթ, այս լիդերը խմբապետն ասում է, քույր եղբայրներ, այս քույրիկի, չգիտեք ինչի չի գալիս, կարող է հիվանդացել, ու իսկականից հիվանդացել է։ Գիտեք, պարզվում է, որ այս 10 տարի է գալիս է, մեկը իր հեռախոսի համարը չունի։ Դա ինչ է նշանակում։ Հետո էլ գիտես, դուրս են գալիս, ասում են, ես հիվանդացա, մեկը իմ մոտ չեկավ։ Բա ի՞նչն է պատճառը, որ չգիտենք հիվանդ ես, թե որտեղ ես, թե ինչ ես։ Սիրելի քույրեր եղբայրներ, հավատքը տանում է դեպի եկեղեցու շինության, շինարարության մեջ։ Չորրորդը հավատքի որակներն ենք թվարկում։ Ասում է ես արժանի չեմ, որ դու իմ տունը, я недостоин, чтоб ты вошел под крой мой։ Հիսուսին ասում է, Տեր ջան, ես արժան չեմ։ Մեղքի զգացմունքը։ Գիտեք, սիրելի քույրեր եղբայրներ, ինչքան մեր հավատքը բարձրանում է, այնքան մենք մեզ խոնարհ ենք զգում։ Որ տենում ես մեկը հավատքը շատ է, ու սենց իրան պատերով նա տալի, օ, սենց անենք, անենց անենք, դևերին քշենք, էս անենք, այն անենք, ու նայում ես ինքը իր մասին մեծ կարծիք ունի, սաղին վերևից հանայեմ։ Մի բան այն չի։ Ճիշտ հավատքը, հասկանում եք, որ հավատքը ինքնավստահություն չի։ Դուք տարբերությունը հասկանում եք, չէ՞։ Հավատքը Աստծուն վստահելու մեջ է։ Այս իմ կախվածությունն է Աստծուց հավատքը, ոչ թե ինքնավստահությունը։ Այսօր շատ անգամ հավատքը շփոթում են լավատեսության հետ։ Հա, ամեն ինչ լավ կլի, ամեն ինչ լավ կլի։ Մեկ որ ասում են, չէ, լավ չի լինի։ Ինքը մեղքի մեջ է, պետք է ապաշխարի, եթե չապաշխարից կորսվելու է։ Բայց իմ կինը շատ է լավատես, ես սովոր եմ լավատես մարդու հետ ապրել։ Ես ոչ լավատես եմ, ոչ վատատես եմ։ Հավատքը խոսքի վրա է հիմնվում, բայց հավատքը խոնարհություն, ասում է ես արժան չեմ, Տեր ջան։ Լա տեսեք, հարուրապետ է, այնքան հարուստ է, որ սինագոգա է սարքել, եկեղեցի է սարքել ինքը ժողովրդի մար, սիրում է, շատ հարգված է, այն էլ ով էր գնացել նրա Հիսուսին խնդրելու, այդ հենց սինագոգայի ծառայողները, քահանաներն էին խնդրում Հիսուսին, այնքան ինքը լավն էր, բայց իրան չեր զգում, իրիկունը չեր նստում, ասում, հա, դե, Տեր ջան, երկինքները ոտով տեն բացի, չէ՞։ Ասում է, մի հատ հումոր կա, չէ՞, ասում է, Հռոմի պապը, որ մահացավ, դե իրանց վարդապետությամբ Հռոմի պապի մոտ է, չէ՞, բալանների երկնքի։ Ասում է, Հռոմի պապը մահացավ, եկավ, ուզում է երկնքի դռները բացի,
բալան ինքո խմա չի մտնում, չի բացում, մեկի մի հրեշտակ անցնելիս լնում, ասմա ես հրոմի պապն եմ, ես խի չեմ կարեմ բացեմ, ասմա Մարտին Լյութերը քեզանից եկավ սա զամոկները փոխելա։ Արդեն հավատքով։ Քույրեր եղբայրներ, մենք պետքա հասկանանք մի բան, եթե մենք հավատք ունենք, մենք պետքա խոնարհ եղնենք։ Խոնարհ դա չի նշեմ նղաված։ Նվաղած։ Խոնարհ դա չի նշանակի տայցոնց նման սենց անելով, չէ, խոնարհ դա նշանակում է, որ դու միշտ Աստծուն քեզանից բարձր ես դասում, իր խոսքը քեզանից բարձր ես դասում, մարդկանց նկատմամբ վեհանձն չես, բայց դա չի նշանակում դու պրինցիպ չունես, ամեն ինչի հետ համաձայնվում ես, ինչ ասում ես, դե լավ է, երևի տենց է, բան չէ, դա խոնարհություն չի, ճիշտ խոնարհությունը Աստծո առաջ, Հիսուսը ասավ, սովորեցեք ինձանից, որ ես հեզ եմ ու սրտով խոնարհ, խոնարհությունը, հեզությունը արտաքինն է, խոնարհությունը սրտինն է։ Հեզությունը երևը մա, հեզ, խաղաղ մարդ է, բայց խոնարհությունը սրտի մեջ է, երբ որ մարդը կարա միշտ Աստծուն բարձր դնի, Աստծո խոսքը բարձր դնի։ Հինգերորդը եւ վերջինը, որակը։ Ասում է, բայց ասա խոսք, նա հավատում էր Աստծո խոսքի հռչակմանը։ Ասա խոսք եւ նա կբժշկվի։ Նա հավատում էր, որ Աստծո համար տարածություն, հեռավորություն, ժամանակ, գոյություն չունի։ Հիսուսը ասեց, այդպես էլ պիտի լինի։ Ես հավատում եմ, որ մենք պետքա տեսեք Եբրայեցիս 4:14, Եբрайецис 4:14. Итак, имея первосвященника великого, прошедшего небеса, Иисуса Сына Божия, будем твердо держаться исповедания нашего. Исповедание данշанакма давананг. Եբրայեցիս 10:23. Եբրայեցիս 10:23. Будем держаться исповедания, упования неуклонно, ибо верен обещавший. Անդադար, առանց շեղվելու, պետքա ամուր բռնենք այդ դավանանքը։ Ինչ ես դու դավանում, քո շուրթերից ինչ խոսքա դուրս գալիս։ Խոսք, որը հավատք է Աստծո նկատմամբ, թե խոսք, որը կասկածանք է։ Իսկական հավատքը միշտ դավանում է Տիրոջ խոսքը։ Աբրահամը չնայեց իր մարմնի մեռած լինելու, Սարայի մարմնի մեռած լինելու, փառք տվեց Աստծուն գրված է եւ ասեց, եթե նա ասել է, նա էլ կարող է կատարել։ Սիրելի քույրեր, եղբայրներ, հավատքը նա չի, որ ասիր եղավ։ Հավատքը նա է, որ դու չես նայեմ, ինչ է կատարվում, չես լսեմ, ինչ է կատարվում, դու միշտ խոսքն ես ասում, գրված է։ Եվ Տերն ասում է, որ քո խոսքի պես պիտի անեմ, որովհետև դու իրա խոսքն ես, ասում է ես իմ խոսքերի հետևին արթուն եմ եւ հսկում եմ, որ ամեն իմ ասած խոսքը ժամանակին կատարվի։ Տերը ամեն մեկից իր ժամանակին է բարձրացնում։ Մեզ դուր է գալի, թե չէ, Աստված իր ժամանակին է բժշկում։ Դա մեր թեվան չի, ես ուզում, իր ժամանակին է բարձրացնում։ Ծնողներ, դուք երեխուն ժամանակին չեք տալիս այն ինչ որ իրան հասակին համեն պատասխանա։ Ով ալա դեր երեխեն գարշոկին չի սովորել նստել ավտոյի բալաններ տալ։ Որ ճաշեք է փմ երեխեն գալիս է ասում է սոված եմ, դու չես հանում կիսահուն միսը ասում, դե որ սոված ես, անկեր տղա ջան։ Ասում ենք մի քիչ էլ համբերի, հեսա մի 20 րոպեից, մի 30 րոպեից կեփի կտանք։ Ինչ երեխա մարդուն են ասում այդպես։ Մարդը չի կարող ասի, սոված եմ եփելա, չի եփելա տուր ուտեմ։ Կինը այդեղ մեծ իշխանություն ունի, ասում է լսիլա։ Որ ուժով ուզես վեճ կունես, բայց լավ չի վերջանա, թող եփի պրսնի։ Դրա համար սիրելի քույրեր, ամեն ինչի ժամանակ կա։
Չի կարելի, չես կարա հղիանալուց հետո մի երկու ամիս հետո ասես, լավ է հոգնեցի 9 ամիսով ասպասը գնում եմ ունենամ։ Չես կարա, ժամանակ կա։ Եվ ամեն ինչ աստված եւ հավատքը նա չի ասում, այսքան հետո կբժշկվի։ Նա ամեն օր սպասում է, նա ամեն օր դավանում է, նա ամեն օր ասում է, միչե որ ստանա։ Հավատքը չի ասում, այսօր կստանամ, կամ վաղը կստանամ, կամ 3 ամիս նա ասում է Տերը խոստացել է, ես սպասման ռեժիմի մեջ եմ։ Տեսնում է ուրիշ բաներ, ասում է Տեր, եթե նա խոստացել է, նա կանի։ Թող Տերը օրհնի ձեզ սիրելի քույրեր եղբայրներ, որ մենք հասկանանք ինչն էր պատճառը, որ Հիսուսը հիացավ այս հավատքի մասին վերաբերյալ։ Ուզում եմ կրկնեմ, առաջի հերթին նրա հավատքը մաքուր էր, առանց որևէ արատի, միայն Հիսուսի մասին լսելով էր նրա հավատքը։ Երկրորդը, նա սիրում էր Աստծո ժողովրդին, մենակ Աստծուն չէր սիրում, Աստծո ժողովրդին էր սիրում։ Երրորդը, նրա հավատքը գործեր уներ։ Նա եկեղեցու, հենց եկեղեցու շինարարության հոգևոր եւ ֆիզիկապես կապ չունի։ Ինչ կարող է, все, что может твоя рука делать, написано делать. Ձեռիցդ ինչ գալիս է հայերեն ասած, արա, գրված այդպես։ Չորրորդը, նա իրան մեղավոր էր միշտ զգում, նա իրան անարժան էր միշտ զգում։ Նա երբեք չես ասում, Պողոս Արաքյանն ասում է, դուք արդեն թագավորեցիք առանց մեզ, ու ասում է, երանի թե իսկապես թագավոր էիք, մենք էլ ձեր հետ։ Այդ վիճակը, երբ որ մարդը արդեն всё հասել եմ։ Մի հայ մարդու հերու բարեկամի վկայեցի, ասա Վարդան ջան, այդ որ ինձ ասում ես, ես երեք արդեն արել եմ։ Իսկի չի իմացել ինչ տանի, բայց հպարտ երեք արդեն արել է։ Հավատքը խոնարհ է, որտեղ մենք գիտենք, որ մեր սրբությունը, արդարությունը միայն նրա մեջ է։ Հինգերորդը նա միշտ ասում էր, որ Տեր, ասա խոսք, որ այդպես է, նա հավատում էր, որ Հիսուսի խոսքը մեծ զորություն է։ Եվ մենք դավանում ենք, գիտես ինչ, երբ որ ես տեսնում եմ ես մանկապարտեզ, որ ասում են, ես Mercedes եմ ունենում, ես ինչ ստանամ, դավանում եմ Mercedes եմ ունենում, ասում եմ, չգիտեմ, կլի թե չէ, բայց դա Աստծո խոսքը չի։ Աստծո խոսքը դավանես, Աստված կկատարի։ Քո կամքն ես դավանում, ну դավանի կարող է մի օր էլ ստացվի։ Բայց Աստված չի անում։ Հիշեք, ինչ ես դու դավանում, քո կամքը, թե Աստծո խոսքը։ Եթե Աստծո խոսքը, Աստված հսկում է ու արթուն է, որ իր խոսքը կատարի։ Ամենավերջում ուզում եմ կարդամ Ղուկասի 18:8։ Ղուկասի 18:8։ И сказал Господь, слышите, что говорит судья неправедный? Бог ли не защитит избранных своих, вопиющих к нему день и ночь, хотя и медлит защищать их, сказываю вам, что подаст им защиту вскоре. Но Сын Человеческий, придя, найдет ли веру на земле? Հիսուսը առաջի մեր տեքստի մեջ ասում է, այսպիսի հավատք ինչ չգտա։ Ու ասում է, երբ որ ես գամ, արդյոք հավատ կգտնեմ։ Ես չեմ կարող ասեմ, վայ, միկրոֆոնը գտա քույր եղբայրներ, ձերիսա ոնց գտա։ Գտնել բառը միշտ կապված է փնտրելու հետ։ Դու ասում ես, ես ինչ բանը գտա, որտեվ դու փնտրել ես։ Երկար ես փնտրել, կարճ ես փնտրել, կապ չունի, փնտրել ես ու գտել ես։ Մի բան, որ կորել է, մի բան, որ ուզում ես ունենաս, փնտրում ես, գտնում ես։ Աստված ասում է, ես նույնիսկ Իսրայելի մեջ այսպիսի հավատք չգտա, այսինքն Հիսուսը միշտ փնտրտունքի մեջ է։ Նա հավատք է փնտրում։ Այսպիսի հավատք, որ այսօր մենք կիսվեցինք։ Եվ Հիսուսը ասում է, երբ որ ես գամ, հափշտակության, արդյոք հավատք կգտնեմ։ Եկեք ոտքի կանգնենք, սիրելի քույրեր եղբայրներ։